Իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս է, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում է։ Ըստ Փաշինյանի ավելի շատ գալիս են, քան գնում, բայց վերջին մի քանի տարում Հայաստանը շատ երկրների զբոսաշրջային քարտեզներում առանձնացված է կարմիրով։ Մեր երկրի գլխին կախված անվտանգային հարցերը եվրոպական մի շարք երկրների մտահոգվելու առիթ են տալիս։ Վերջին տարիներին քիչ պարադոքսել կա, ամենաանվտանգ երկրների շարքում ներկայացվում է ամենագրավիչ երկրների շարքում, այն դեպքում, երբ եվրոպական, ամերիկյան, ճապոնական մեր համար կարևոր նպատակային շուկա հանդիսացող այսպիսի երկրների պաշտոնական ինտերնետային կայքերում Հայաստանը ցավոք դեռևս կարմիր գծերով է ներկայացվում, որպես ոչ այնքան անվտանգ երկիր։ Հատկապես զբոսաշրջային ընկերությունները, որոնք ավելի զգուշավոր են, խնդրում են տուրիստական ընկերություններին Հայաստանի հանգստյան գոտիներից հանել այն մարզերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին մոտ են։ Շատ ժամանակ Հայաստան ուղարկելուց խմբերը նրանք կարող է այդ վայրերը հատկապես, որը վերաբերում է, ասենք, Սյունիքի մարզ, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը, այդ մարզերի որոշ հատվածներ հայկական իրենց գործընկերներից խնդրում են ծրագրից հանել։ Զբոսաշրջիկներ էլ կան, որոնց սահմանային գյուղերի կրակոցներն ու հարևան երկրից եկող սպառնալիքները չեն խանգարում գալ, տեսնել, վայելել Հայաստանի բնությունն ու մշակույթը։ Առաջին տեղում ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանից է այցելությունները, հետո Վրաստան, հետո Եվրոպան ամբողջությամբ վերցրած, առանձին եվրոպական երկրները այդքան շատ չեն։ Ամբողջությամբ Եվրոպան վերցրած, հետո Իրան, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փորձագետը նկատում է, վերջին տարիներին օտարերկրյա երիտասարդ զբոսաշրջիկների համար մեր երկիրը նույնպես ցանկալի ուղղություն է։ 18-ից 35 տարեկանները արդեն ավելի շատացել են։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ավելի երկար են մնում հանգստի եկած հայերը, մոտ 20 օր։ Միջին տևողությունը զբոսաշրջության դա կարող է լինել 5 օր, 1 շաբաթ, 2 շաբաթ, կախված նաև թե ինչ փաթեթներով են գալիս։ Հարևանների նկատմամբ Հայաստանը մրցակցային առավելություններ շատ ունի։ Վստահեցնում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Մշակույթը, ներառյալ խոհանոցը, բնությունը, ծառայությունների որակը, բազմազանությունը եւ ամենակարևորը դուք շատ ճիշտ նշեցիք մենք։ Հայաստանը, հայ ժողովուրդը իր լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ Օտարերկրյա զբոսաշրջիկների համար պակաս կարևոր չեն նաև գնային առաջարկները։ Մենք այսօր խնդիր ունենք մեր քաղաքականությունները վերանայելու։ Այսօր մենք խնդիր ունենք պետական, մասնավոր, այս բոլոր գործընկերներով հավաքվելու, քննարկելու եւ որոշակի խնդիրներ շտկելու ուղղությամբ, որովհետեւ կարծես թե գնային առումով մենք մի փոքր գերազանցել ենք թույլատրելի սահմանը։ Պետությունը կարող է ունենալ վերահսկողական կամ կարգավորիչ դերակատարում։ Տուրիզմի ոլորտում մենք կարծես թե նման երևույթներ չունենք։ Իսկ արհեստական գնիչեցման ֆոնին Հայաստանը կարող է դառնալ մասսայական զբոսաշրջության երկիր, ինչից մեր երկիրը կտուժի, ոչ թե էժան, այլ մրցունակ գներ են պետք, կարծում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ Ես կողմնակից չեմ, որ մենք մեր մրցակցային առավելությունը լինի գինը միայն։ Հայաստանը մասսայական տուրիզմի երկիր չէ եւ չպետք է լինի։ Այսինքն մեծ քանակություն եւ շատ էժան գներով։ Դա կայուն տուրիզմ չէ, դա կայուն զարգացում չի ապահովում, դրա վնասը կարող է ավելի շատ լինել, քան օգուտ։ Բայց Հայաստանի գլխավոր խաղաքարտը երբեք էլ ցածր գնային առաջարկը չի եղել, պնդում է Մեխակ Ապրեսյանը։ Օտարերկրյա զբոսաշրջիկը Հայաստանում զգում է իրեն ընդունված, դա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դա մենք պետք է անպայման հաշվի առնենք, երբեք այդ հատկությունը չկորցնենք, հասկանանք, որ ցանկացած դեպքում սա մեր գլխավոր խաղաքարտն է, եւ սա կորցնելու դեպքում մենք կարող ենք շատ բան կորցնենք։ Հիմա Երևանի փողոցներում զբոսաշրջիկներ շատ կան։
Ճապոնացի Սայզին Հայաստանի մասին իմացել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերից եւ տպավորվել։ 3 է ժամանել Հայաստան։ Արդեն հասցրել է համտեսել ժենգալով հաց։ Զինգալով հաթը, Գեղեցիկ անուն է։ Կիսով ամերիկացի, կիսով հայ զույգը երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ եկել էին 44-օրյա պատերազմից առաջ։ Ջերմուկում ենք եղել Խորվիրապում, Գառնիում, Գեղարդում, երբ հնարավորություն ունեինք, Արցախ ենք գնացել, բայց դե գիտեք ինչ եղավ։ Artsakh, we went to Artsakh also, but you know. Հայաստանը YouTube-ով բացահայտած հարավկորեացի չէին էլ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում է։ Հայ ընկերոջից 2 հայերեն բառ է սովորել։ Yeah, 2 words. Yeah, 그 բարիվդես and շնորհակալություն։ Մեր երկրում եւ եղանակն է ջերմ, եւ մարդիկ, խոստովանում են օտարերկրացիները։ Մի անբացատրելի բան կա, որ նրանց նորից կանչում է Հայաստան։ Մարիամ Ամիրջանյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։